Հանրապետական դաշնակցություն ապագա կոալիցիան կապ չունի ժողովրդի ու հասարակության շահերի հետ։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով 2017 թվականի ընտրությունների շեմին կազմվող դաշինքի նպատակն ամենևին էլ ժողովրդին տված խոստումներն իրագործելը չէ։ Կոալիցիան փաստացի կազմավորվում է ոչ թե ընտրություններից հետո, ճիշտ հակառակը կոալիցիան ձևավորվում է մինչև ընտրությունները, իհարկե հաշվարկով որ այդ կոալիցիան կգործի նաև ընտրություններից հետո։ Ըստ քաղաքագետի այս կոալիցիան ոչնչով չի տարբերվի նախորդներից։ Ընդհանրապես ՀՀԿ-ի հետ դաշինք կազմող ցանկացած քաղաքական ուժ ստիպված է հետևել հստակ կանոնների։ Ակնհայտորեն մենք ունենք քաղաքական դաշտում իր դոմինանտությունը պահպանող հանրապետական կուսակցություն, որը մեղմ ասած կամ ճակերտների մեջ ասած հաղթել է նախկին ռաունդները պայքարի, հետևաբար նաև մյուսների հետ բանակցում է հաղթանակողի դիրքերից։ Դաշնակցության պնդումը, թե վարկաբեկված ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով նպատակ ունեն փոխել իշխանության որակը, քաղաքագետի համար արժանահավատ չէ։ Դաշնակցությունը նպատակ ունի ամեն կերպ տեղն ապահովել ապագա խորհրդարանում։ Որակ փոխում է այն ժամանակ, երբ իշխանությունը իսկապես այլ ընտրանք չի ունենում, քան գնալ կոմպրոմիսների, լուծումների, խնդիրների առումով այն ուժի հետ, որի հետ ստիպված է ինքը մեծամասնություն կազմել։ Արդյոք քաղաքական ուժերը համախմբվում են հանուն ժողովրդի բարօրության։ Ոչ մի բան էլ չի փոխվի։ Ոնց եղել է, նենց էլ կգնա։ Այդ սա խաղեր է։ Ոչ մի բան էլ չի փոխվի, նույն դաշնակցությունը, նույն հանրապետականն է։ Այնքան բան տեսանք, էլ ինչ հավատամ։ Թերահավատ է, մարդկանց մեջ հավատը կորել է։ Ինչու է կորել։ Ինչու է կորել, որտեղ վստահություն չկա ոչ մեկի նկատմամբ։ Նույն մարդիկ են, ու այս տարիների ընթացքում ինչ-որ լավ բան, եթե կարողանային անեն, պետք է արդեն արած լինեին։ Ես ատել եմ ամբողջ կյանքում դաշնակցությանը, ես ոնց կարամ դաշնակցության համար լավ բան ասեմ։ Միջև այսօրս երկուսներ ոչ մի լավ բան չեն արել։ Քաղաքացիներն իրենց տեսակետներն ունեն, թե կոալիցիա կազմելով երկու նախկին ընկերներն ինչ նպատակների են փորձում հասնել։ Հանրապետական կուսակցությունը ինձ թվում է լեգիտիմության պակաս ազգում դրա համար է կազմում, իսկ դաշնակցությունն էլ ենթադրում եմ, որ ապագա խորհրդարանում ուզում են տեղեր ունենան։ Եթե իրանց է պետք, մեր ժողովրդին ոչ մեկին էլ էդի պետք չէ, ժողովրդին ինչ է պետք, հաց ուտի, խիղճ հանգիստ ու նստի։ Իսկ թե ինչպիսի տեսք ու բովանդակություն կունենա սպասվող քաղաքական միությունը, հանրապետականը խոստացավ հայտարարել այս շաբաթվա վերջում։